Տարեցների աջակցության սրճարանը հյուրընկալել է Էջմիածնի երիտասարդական կազմակերպությունների սաներին։ Դրանք անակնկալ են այցելել տարբերվող օր սերու տրամադրություն նվիրելու ծերերին։ Մեր երիտասարդները ինչքան էլ որ ներկայումս կարող են շատ տեղեկացված լինել, շատ ինֆորմացված լինել տարբեր հարցերում, բայց տարեցների փորձառությունը, իրենց մի խոսքը, մի այսպես օրհնանքը շատ ավելի մեծ բան է երիտասարդի համար, եւ ես համոզված եմ, որ այդպես է մեր երիտասարդները այդպիսի բարի ջերմ խոսքեր լսելու հնարավորություն պետք է տարեցներից միշտ ունենան։ Սերունդերի համերաշխության այս օրինակը երիտասարդների խոսքով առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Նրանք հաճախ կհյուրընկալվեն մի բարի խոսք ու խրատ, թեկուզ նախատինք լսելու համար։ Տարեցների իրենց փորձով մեզ կարող են շատ բան սովորեցնել եւ ես դա շատ կարեւորում եմ։ Երիտասարդների նախաձեռնությունը հաճելի անակնկալ է նաև աջակցության սրճարանի հիմնադիր Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության եւ միասին համահայկական ընկերության համար։ Սերունդների կապն ակտիվ պահելը նաև հիմնադիր կազմակերպությունների նպատակն է։ Երբ երիտասարդը նստում է տարեցի կողքին եւ լսում նրա կյանքի պատմությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության օրինակ է դառնում։ Նպատակը սերունդների միջև երկխոսությունը ապահովելն է, ավելի ամուր, ավելի կայուն ծրագրեր իրականացնելու միջոցով, որ դասերից հետո դառնա մեր կազմակերպությունը այն տաքուկ անկյունը, որ երիտասարդները գան իրենց ժամանակ անցկացնեն մեր ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Տիկին Անժելան Գեղակերտից է հասնում Էջմիածին տարեկիցների հետ շփվելու, մարմինն ու միտքը մարզելու, հետաքրքիր պատմություններ լսելու։ Երիտասարդների մատուցած տոնական ծրագիրը շատ հավանեց։ Ասում է ջահելները թարմ օդի պես են, թող հաճախ կան, որ առողջ շնչենք։ Միայնություն սիրող այս կինը նորովի է բացահայտում իրեն։ Սովոր չեմ հարևանների, շատ շփվեմ, գնամ, նստեմ, կոֆե խմեմ, բաներ չունեմ։ Այստեղ ձի շատ լավ է, ես ինձ շատ լավ եմ զգում։ Հիվանդ եմ եղել, բայց մեր հիվանդություններս էլ եմ մոռացել։ Զարմանում են մեկ ժամ առաջ իրենց հետ կատարվածը չեն հիշում, բայց չեն մոռանում մանկության նույնիսկ աննշան պատառիկները։ Վերհիշում են, պատմում, տեղ-տեղ տխրում, նաև զվարճանում։ Կյանքի համը չկորցնելու համար նաև խրատներ են տալիս ավագի իրավունքով։ Ցանկացած իրավիճակում երբեք չկորցնել մարդկային դեմք։ Տարեցներին ծառայող կանոնավոր հավաքատեղիներ ունենալը պետության առաջնահերթություններից է։ Էջմիածնի կենտրոնը, որն առայժմ տեղակայված է Հովհաննես Հովհաննեսյանի տուն-թանգարանի մի համեստ անկյունում, չափազանց փոքր է աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար։ Էջմիածնում մենք մտադիր ենք ստեղծել համայնքային կենտրոն, այնպիսին ինչպիսին կան եվրոպական երկրներում, զարգացած երկրներում, որտեղ ամեն տարեց անց հնարավորություն ունի գալու, ինքնայրացվելու, շփվելու հասակակիցների հետ, սովորելու մինչև կյանքի վերջ։ Նախատեսված տարածք ունենք, քննարկման փուլում է եւ ամեն ինչ եթե ընթանա մեր նախատեսվածի պես, հաջորդ տարի մենք կունենանք ավելի ընդլայնված տարածք, ավելի բարեկարգված եւ մեր ծերերը կունենան ավելի լավ պայմաններով ժամանցի կենտրոն։ Բացի շենք տրամադրելուց համայնքապետանը նաև սենյակները կվերանորոգի, կբարեկարգի տարածքը, որ ծերերն իրենց լավ զգան նաև գեղագիտական միջավայրում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։